ուժեղ, վճռական, նպատակասլաց եւ չհանձնվող։ Մեր այսօրվա հյուրը Մեգալիֆտ ընկերության հիմնադիր Հունան Ավետիսյանը Հայաստանի հայտնի գործարարներից մեկը։ Անհաջողությունները ու խոչընդոտները որպես կանոն դարձնում է հնարավորություններ եւ հաղթողի հոգեբանությամբ գնում է առաջ, անելանելի իրավիճակներից գտնելով լավագույն ելքերը։ Շատ շնորհակալություն, պարոն Ավետիսյան, որ դուք ընդունեցիք իմ հրավերը Արմենիա Մարիոթ հյուրանոցի այս սիրուն անկյունում զրուցելու։ Ես էլ եմ շնորհակալ հրավերքի համար։ Ես շատ համեղ սուրճ եմ հյուրասիրում։ Ձեր օրը մեկ գավաթ սուրճով է սկսվում։ Պարտադիր։ Հաջորդ գործը որ անում եք, սրճելուց հետո։ Գործերով։ Ուղիղ աշխատանքի։ Պարոն Ավետիսյան, 2008 թվականին դուք ձեր բիզնեսը սկսել եք շատ անսպասելի իրավիճակից, երբ փակվել եք վերելակում։ Այն հետաքրքիր է, ինչ է տեղի ունեցել եւ ինչպես եք դուք որոշել ստեղծել Մեգալիֆտ ընկերությունը։ Ինչու՞։ Դուք կարող եք զանգահարել եւ գային ձեզ վերելակից հանեին։ Նամուշնտիրին դրանում է, որ ես զանգահարեցի չեկան հանեին։ Հա։ Բավական երկար մնացի վերելակի մեջ, մի կես ժամ երևի ավել։ Իսկ մինչև այդ ապրում է Եվրոպայում, այնտեղ նման բան չկա։ Ափսոսացի, որ մեր երկրում սպասարկում է այդ որակի է, վերելակներ այդ որակի են։ Իսկ ինչպես մտքերից անցաք գործնական քայլերի։ Դե մեր քաղաքը փոքր քաղաք է։ Այո։ Մեկը մյուսին հիմնականում ճանաչում են։ Որոշակի չափով գիտեի ինչ կարող եմ անել, նենց չէ որ օդից անգամից։ Իսկ դուք հիշում եք ձեր առաջին վերելակը, որի սպասարկմամբ դուք զբաղվեցիք։ Մի վերելակով չսկսվեց ամեն ինչը։ Կարճ ժամանակում 2-3 ամսվա մեջ քաղաքի կես վերելակների անցավ մեր սպասարկման տիրույթում։ Լավ թիմ հավաքվեցին փոխին։ Ուղղակի կարող եմ հիշել առաջի վերելակը, որ կանգնած էր, թալանված վերելակ էր համարվում, 90-ականներից չէր աշխատում։ Որ այդ վերելակը գործարկեցինք։ Լավ հիշում եմ, քաղաքապետի 100 օրյակի հետ կապված բացում արեցինք։ Պարոն Ավետիսյան, գաղտնիք չէ, որ այդ շրջանում վերելակային տնտեսությունը բարվոք վիճակում չէր գտնվում, դեռ բնակիչներն էլ տարբեր մարդիկ են եւ ամեն մեկը իր ձևով եւ իր բարոյական նորմերի սահմաններում է վերաբերվում վերելակին, որը իր սեփական բնակարանում չի գտնվում եւ կարծես թե իրենը չէ։ Դժվարություններ, որոնք դուք հաղթահարեցիք ամենասկզբում։ Նաեւ մեր ապրելու մշակույթի հետ կապված։ Դա իմ համար առաջին իսկ օրերից ամիսներից եղել է ամենացավոտ խնդիրը, որ տեսանելի է եղել։ Այնտեղից կան ասենց փիլիսոփական արտահայտություն, ասում եմ, այնիշ բոլորին է, դա ոչ մեկին է։ Այո։ Ես էլ գիտեք ինչպես եմ ասում եմ, մեր տան սահմանները շատերի մոտ վերջանում են իրենց դրամ փալասի կողքին։ Եվ դա ցավով եմ արձանագրում, ճիշտ ասած։ Իհարկե, ցավոք սրտի։ Գիտեք ինչ, դա տվյալ ժամանակահատվածում առաջացավ, չէ՞ որ դրանից առաջ այդպես չէր։ Իհարկե, այդպես չէր։ Սովետների միության ժամանակ այդպես չէր։ 90-ական թվերին երկրի վիճակի փոխվելուց մարդկանց հոգեբանության մեջ էլ բան փոխվեց, հետո շատ հովանին անջատումներ, եթե հիշում եք, շատ խնդիրներ, դե մարդը խնդիրներից հետո արդեն սկսեց մտածել ոչ թե ընդհանուր, համընդհանուր իրավիճակի մասին եւ սեփականության մասին, այլ սկսեց առաջին հերթին ընտանիքի մասին։ Դրա համար հասանք դրան դեմի փալասին։ Այո։ Հիմա փառք Աստծո, կամաց նորից բան ալում, արդյոք սկսում են հայատները բարեկարգել, խանութները դիմակա տարածքներն բարեկարգում։ Այո, ձեր շրջանը դրա համար եմ ասում, երբ դուք սկսեցիք ձեր գործունեությունը,
դժվար շրջաններ եւ բնականաբար դուք պետք է հաղթահարեիք որոշակի դժվարություններ։ Եվ որոնք էին այդ դժվարությունները։ Դժվարությունները նախքին մեր խոսակցության առական այդ մարդկանց փոխհարաբերությունները դրանից էլ հետևում էր, որ այդ տարիների ընթացքում վերելակները տնտեսությունը վերելակային շատ վատ վիճակում հասավ։ Ու տարբեր շենքերում տարբեր ձևեր է արտահայտվում, շենքեր կային նույնիսկ որ ընդհանրապես վերելակից մնացել է մի քանի մետաղական դետալներ։ Նամանավանդ ոչ մեծ քաղաքներում, ավելի սահմանամեծ քաղաքներում դեղել են գործեր արել, մենակ ուղղորդիչներն էին մնացել։ Խցիկի եղած չեղածով սաղ տարվել էր։ Նու կամաց ժամանակի հետ հետո գիտեք ինչ, եթե դու աշխատում ես բնակչության հետ, կամա թե կամա պիտի սկսես աշխատել հոգեբանական մասով նաև։ Մանավանդ սպասարկման ոլորտում։ Վերևի հարկի բնակիչները ուրիշ ձև են վերաբերվում վերելակին, կախվածություն կար։ Ներքևի հարկի բնակիչները երկրորդ, երրորդ, առաջի ուրիշ ձև։ Առաջի հարկի բնակիչները մինչև օրս էլ կապ չունեն վերելակի հետ, որ ուրիշ համարում եմ ճիշտ չի։ Եվ դեղից առաջանում էր մի հատ իրավիճակ, որ ստիպված էինք լինում դաստիարակչական, բարեշացնելու։ Ասեք նոր հարևան տուն էր առնում այդ բուտքում, օրինակ գալիս էր բնակվելու։ Դե բնականաբար պետք է որոշակի շին աշխատանքներ կատարի։ Հենց վերելակը սկսում էր օգտագործել վերանորոգման այդ կարիքների համար բանման հանելու եւ այլ, վերևի հարգի արևաներ սկսում են վատը զգալ, նեղվել, դաժե շատ ժամանակ վերելակը անջատում էին մեքենայական սրահից։ Շատ ենք մասնակցել նման զրույցների։ Մի հատ դեպք պատմեմ ավելի կոնկրետ գնանք առաջ։ Երևանի վարչական շրջանում էր։ 4-րդ հարկի բնակիչը նոր տուն էր առել, տունը վերանորոգում էր անում, 9-րդ հարկի Ռիպսիկ տոտակ կար մի հատ, տարիքով կին, դե տենում էր ավազ, ծեմենտ, բան, ինչ ասես անում են, որ չի կարելի, կարես այդ տղեն ապրանքը բերում է, որ դատարկեն վերելակ այդ կնիկն անջատում է, ու զանգում էր մեզ, այդ տղուն կանչի, ասին երասի, 2 ամսվա վարձը, որը անում էր 14,000 դրամ, ասի դու մուծում ես, գիտեմ, որ կարաս մուծես, այդ շենքում հայտարարում է իմ աշխատակիցը, որ դու մուծել ես 2 ամսվա վարձը, համ դառնում ես շենքի բարերարը, հետո քո աշխատանքներից հետո վերելակը մի հատ պրոֆիլակտիկ վերանորոգում կանենք, կարգի կբերենք, աշխատողներն եք ասես խնամքով օգտագործեն։ Կդառնաս այդ շենքի, ասենք լավ մարդկանցից մեկը հակառակ դեպքում ասի, այս գլխից ասելու չմտած կռվեք անում արդեն։ Ինչ լավ ելք եք գտել։ Իհարկե։ Դուք ձեր գրասենյակը հիմնել եք Աբովյան քաղաքում, որտեղ ծնվել եւ մեծացել եք։ Այո։ Երբ եկա Աբովյան քաղաք, որ պիտի գայի ձեր գրասենյակ, շատ մեծ էր զարմանքս եւ հիացմունքս, որովհետեւ Աբովյան քաղաքը աննկարագրելիորեն փոխվել էր եւ ես շատ ուրախ եմ դրա համար։ Ասեմ ձեզ ավելին, ամբողջ Աբովյան քաղաքն է դրա համար ուրախ։ Պետք է ասել, որ դա իրոք մեր քաղաքի շատ սիրելի քաղաքապետ Բաբայանի շնորհքն է։ Ես իրան ճանաչում եմ վաղուց, պատանեկական տարիներից, ինքը դե ճանաչված մարդ է եղել ամբողջ հանրապետությունում, բոլորը գիտեք, բայց այս պաշտոնի պատասխանատվությունը ծանր բեռ ուսերին պատվով է տանում, ֆենոմենալ մտածելակերպ ունի, որոշում կայացնելու, իսկական լիդեր է։ Հետագայում դուք ձեր գործունեությունը ընդլայնեցիք եւ արդեն նոր փուլ, նոր մակարդակ եւ Երևան քաղաք։ Խնդիր չի եղել, որ նոր քաղաք պետք է արդեն նոր մոտեցումներ։ Որպես մայրաքաղաք տարբերություն կար, ասեմ ժամանակահատվածը նենց էր, որ ղեկավար կազմը քաղաքի վարչական շրջանների գրկաբաց են ընդունել։ Կազմակերպությունները փլուզվել էին արդեն սպասարկողները։ Մասնագիտացված, կանոնակարգված չէր այդ սպասարկումը։ Դրա համար թե Երևանի վարչական շրջան, թե Շենգավիթ վարչական շրջան գրկաբաց ընդունել են, շատ արագ ձևով թիմը հավաքվել է, չկար էլ մեկը կոնկուրենտ հասկացողությունը, որ ինքը, ասենք, վատ զգար, որ ինքը չարեց, ես արեցի։ Պարոն Ավետիսյան, այսինքն մենք կարող ենք ասել, որ դուք ճիշտ պահին միշտ հայտնվել եք ճիշտ վայրում։ Տեսել եք դատարկ տեղը, գնացել եք լրացնելու բացը։ Չեմ տեսել Աստծո գործոններ։ Իսկ ինչպես եղավ անցումը սպասարկող թիմից դեպի արդեն վերելակ ներմուծող, տեղադրող, համակարգող ընկերություն։ Ստիպված։
Սպասարկում ենք զբաղվում, այդ տարիներին հասանք դրան, որ դարձանք ոչ միայն Երևան քաղաքի հանրապետության ամենամեծ օպերատորը։ Սևան քաղաք, հետո Մեղրի, Աբովյան քաղաքում էլ ունենք, Երևան քաղաքում էլ միակ կազմակերպություն էր, որ մի քանի վարչական շրջան էր սպասարկում։ Այն վարչական շրջաններից մեկում այդ ժամանակվա համար նորակառույց շենք կար, վերելակ էր տեղադրված, այդ վերելակը կոպիտ բառով ասեմ տեղադրված չէր, շպրտած էր շենքի մեջ։ Այդ վերելակը սարքելու համար այդ մարդուն շարժիչի մեջ դետալ կար, կտրվել էր, վալ են ասում։ Խնդրեցի, որ այդ նույն արտադրողից այդ դետալից բերի, որպեսզի $5,000-6,000 այդ շարժիչի արժեքը։ Ասեց, ես իրանց հետ էլ կապ չունեմ, չեմ կարա։ Պրինցիպ ոնց որ ասած էլի։ Հելա գնաց այդ գործարան, համ այդ դետալը տվեցին, համ նոր վերելակի հետ կապված բերեցին։ Դուք գիտեք ինչ խնդիր կա այդ ժամանակ, կանոնակարգված չէր այդ ոլորտը։ Վերելակը տեղադրում են նորակառույց շենքում, փաստաթղթային մասը ապահովում են, բայց այդ վերելակը պետք է երկար ժամանակ աշխատի։ Ոնց որ ասենք հիմիկվա հին մեր վերելակները։ Այո։ 30, 40, 50 տարվա վերելակ էլ ունենք ավելի։ Այդ վերելակը մի տարի, 2 տարի հետո կարա շարքից դուրս գա։ Որովհետև չի համապատասխանում այն շենքին, որտեղ ոչ թե չի համապատասխանում, ասենք, դե գիտեք, հիմա գնալով ապրանքների որակ ընկնում է։ Նույն process-ը վերելակների հետ է, եւ ընկնում է եւ բարձրանում է։ Ասենք համ մոդիֆիկացվում է, համ զարգանում է ամեն ոլորտ, համ էլ ասենք խոսքի առևտուրն է ավելի շատ սխալ ուղղությամբ տանում։ Եթե ոչ մասնագիտական մարդ ընդունում է գործանը ինչ վերելակ առնի, առևտրական հոգեբանությունով, բնականաբար այդ վերելակը դեժան լինի։ Իսկ էժան բանը երկար չի ծառայելու։ 6 ամիս հետո եղել է վերելակը նորակառույց շենքում չի աշխատել։ Բնակիչները մեր հետ կապնվել են, գտել են մեզ, գնացել ենք այնքան գործ ենք արել, որ ավելավեր զրույց տնենք, հաստատ այդքան գործ անենք։ Եվ դուք տեղադրում եք բեռնատար, մարդատար վերելակներ, ամեն տիպի վերելակներ։ Ամեն ինչ խոհանոցային, հասարակական տարածքների համար, արտադրական տարածքների համար, հյուրանոցային, հիվանդանոցային, բազմաբնակարան շենքերի, ընդհանրապես վերելակ բառի հետ կապված ինչ կա, ամեն ինչ անում են, շարժա սանդուղքներ։ Պարոն Ավետիսյան, իսկ ինչպես եք ընտրում ձեր աշխատակիցներին, ինչն եք հաշվի առնում։ Առաջին հերթին մարդկային որակները։ Եթե լավ մարդ է, լավ պատասխանատու մարդ է, լավ ինքը ժամանակի դառնա լավ մասնագետ։ Հակառակը չի լում։ Իսկ ինչով է ձեր կարծիքով լավ ղեկավարը տարբերվում սովորական ղեկավարից։ Բերեք ղեկավար բառի փոխարեն ամեն դնենք լավ մարդ։ Անկախ նրանից ղեկավարը, անկախ նրանից ղեկավարի կողքի մարդն, անկախ նրանից ենթակա է, կարևորը լավ մարդ լինի։ Լավ մարդը որտեղ էլ եղավ, իր ոլորտը լավ է լինելու։ Եթե լավ մարդը լավ ղեկավար է նաև, ուրեմն շահում է նաև այդ հիմնարկության աշխատակիցը։ Պարոն Ավետիսյան, եղել է ամենադժվար որոշում, որ կայացրել եք որպես ղեկավար։ Աշխատակցին աշխատանքից անելն է, իմ կամքով։ Իսկ ինչի համար դուք կարող եք ձեր աշխատակցին հեռացնել աշխատանքից։ Վատ մարդ լինելու համար։ Սուտ ասելու, խաբելու, իր պատճառով ուրիշը որ դժվում է։ Այդ վախից ելնելով ես սկզբից լավ մարդու գործոնն եմ համար, որ լավ մարդ ընտրես, որ հետո չհանես։ Եթե ինքը միտեղ թերանա, եթե միտեղ ասենք չստացվի աշխատանքը, ոչինչ դի շտկել հնարավոր է։ Ծանր բանը դա իմ համար մարդուն աշխատանքից անելը։ Պարոն Ավետիսյան, այդ դեպքում խոսենք այն սկզբունքների մասին ձեր, որոնք դուք երբևէ չեք խախտում, անխախտելի են, թե աշխատանքում եւ թե կյանքում։ Արժեքները պահպանելը, հայ տեսակի, մարդու տեսակի, սկզբունքները, եթե աշխատանքին վերաբերվում է, գիտեք մեր գործունեության տեսակը գործ ունենք վտանգավոր օբյեկտների հետ։ Այո, ռիսկային ոլորտը։ Սկզբունքը միակն է, որ շատ ուշադիր, շատ պատասխանատու ձևով պետք է վերաբերվես այդ ամեն ինչին։ Յուրաքանչյուր օբյեկտի նկատմամբ տեղանների մեջ էլ այդ բանը կա, որ փառք Աստծո։ Իմ հետ միասին նույն ձև են մտածում, որ վերելակը մաքսիմում անվտանգ լինի։ Կլինի դա հին վերելակ մոտենում են կամ նորն են դնում, դե նորի հետ կապված խնդիր չկա, բայց նոր վերելակների անվտանգության համակարգը ավելի հզոր է, քան թե հների։ Բայց հնան էլ պետք է ասենք ուշադիր լինես էլ սոտեկի։
ձեր երկու վերելակ ես առանձնացրել եմ, հա, ձեր տեղադրած ներմուծած վերելակներից։ Մի վերելակը, որը կարծում եմ ձեր ամենաէմոցիոնալ տեղադրումն է եղել, դա Արամ Խաչատրյան համերգազրահում տեղադրված վերելակն է։ Մեզ համար դա բարձր մշակութային արժեք ունեցող շենք է, եւ ես կարծում եմ, որ շատ պարտավորեցնող եւ հուզիչ է եղել այդ վերելակը տեղադրելը։ Նույնիսկ հիմա որ խոսում եք, ելի նորից նույն ապրումների մեջ եմ մտնում, ասեմ ավելին, եթե չեմ սխալվում, հաջորդ մասը նորից էլի մրցույթ է հայտարարվել ֆիլհարմոնիկի շենքի վերելակի մասին եք խոսում։ Հիմա երկրորդ մասում, սիմետրիկ էս մասում էլ պիտի դրվի։ Դե բնականաբար դուք եք դնելու։ Դու չգիտեմ մրցույթը։ Ես մտածում եմ, որ դուք կշահեք։ Հա չեմ սիրում պարտվել։ Արամ Խաչատրյան վեհաշուկ համերգասրահը մեծ փոփոխությունների ենթարկվել, վերանորոգվել է, այդ թվում նաև Մեգալիֆտ ընկերության շնորհիվ, իդեմս ընկերության ղեկավար Հունան Ավետիսյանի, քանի որ տևական ժամանակ է արդեն շահագործվում է վերելակը, որը տեղադրվել է Մեգալիֆտ ընկերության կողմից, այն պետք է ասել, որ կառուցվել է զրոյից, համերգասրահը վերելակ չի ունեցել, չնայած բավականին բարձր է եւ 3 հարկ կա հանդիսատեսի համար հաղթահարելու եւ այն հատկապես օգտակար է տարեցների եւ ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց համար։ Այնքան գոհ ենք կատարված աշխատանքներից, որ այժմ տարվում են աշխատանքներ նաեւ երկրորդ վերելակի կառուցման ուղղությամբ եւ զուգահեռ համերգասրահի ճեմասրահի աջ եւ ձախ կողմերում կունենանք արդեն 2 վերելակներ, որոնք հանդիսատեսին կբարձրացնեն ամֆիթատրոն եւ թատերահարթակ, ինչպես նաեւ տանիք։ Աշխատանքների ընթացքում բոլորս ականատես ենք եղել Հունան Ավետիսյանի սրտացավ եւ պրոֆեսիոնալ մոտեցումը գործին եւ այն փաստը, որ մենք արդեն երկրորդ վերելակը կրկին կառուցվում է Մեգալիֆտ ընկերության կողմից, արդեն իսկ խոսուն ապացույց է նրանց աշխատանքների բարձր որակի մասին։ Դա ես համարում եմ հանրապետության համար մեկ շենքը։ Այո։ Եվ իր պատմությունը, եւ իր ճարտարապետական տեսքը, եւ իր նշանակությունը։ Այդ աշխատանքին շատ ուշադիր ենք վերաբերվել, որովհետև կանոններ կար հին շենքի որևիցե մի բանի չպետք է կպնես։ Նույնիսկ վերելակի դռների շեմերը, որ դիմացի կա, քարերը այնքան ուշադիր ենք անում, գետնի քարը, որ նույնիսկ նույն քարերը մի քիչ տաշվում բաներ անում, նույն տեղը դրվի։ Նա չի կարա պատկերացնել վերելակը նոր դրած է, գիտի տենց ծնված է իր հետ։ Չենք թողել մի հատ ստորակետ կամ կետ, որ ինքը իր հնությունները համահունչ չլինի վերելակի հետ։ Եվ երկրորդ վերելակը, որ ես հիմա ուզում եմ մենք դիտարկենք, հիշենք, քննարկենք եւ խոսենք դրա մասին, դա այն դեպքներ, որտեղ միայն լուծումները տեխնիկական չէին, այլ պետք էր ճկուն մտածողություն, դա Դիլիջանում հյուրանոցում տեղադրվող վերելակներ, որտեղ ստանդարտներից դուրս դուք պետք է գտնեինք լուծումներ։ Այ ինչ լուծումներ գտաք։ Մենք դրան ասում ենք եռանկյունի վերելակ եւ իրոք խցիկը եռանկյունի է։ Աստիճանները միջհարկային էին կտրվում բարձանում երկրորդ հարկ, ու աստիճանների միացման տեղը հարթակ չէր։ Ինքը այսպես սուրանկյունով գալի կպնում էր։ Շենքի տերը մի 2-3 ֆիրմա է կանչում, այնտեղ կն առաջարկ ուզում, այնտեղ չեն կարող տեղադրել վերելակը։ Չեն տեսնում որ գալա տեղադրել։ Դե հայտարարում է, որ ես զանգեմ Հունանին, տեսեք գալու մի բան հարցի լուծում է տալու։ Չէ, ստեղից գործարան չինացի կետուղություն տվին գծագրերի մեջ, դες պոլիտեխնիկ եմ սովորել։ Մի քիչ գծագրերի մեջ փոփոխություն եւ այլ, ստացվեց այդ վերելակը, վերջերս ենք վերջացրել հյուրանոց հանձնելը, շատ լավ էլ հյուրանոց էր, յուրահատուկ շինություն էր, շատ ուժեղ պրոյեկտ ունի եւ համապատասխան մեր վերելակն էլ այդտեղ ստացվեց։
Երբ նախագծվում էր Դիլիջանին հյուրանոցային համալիրը, խնդիր էր դրված նախագծել մի համալիր, որը մի քիչ կփոփոխի մեր հյուրանոցների մասին ունեցած պատկերացումը։ Նա պետք է լինի ոչ միայն համալիր, որտեղ մարդիկ կարող են գալ եւ գիշերակաց անել եւ համով ընտրել ռեստորանում, այլ մարդիկ պետք է իրենց ժամանցը վստահեն մեզ։ Իրան ժամանցի կազմակերպման համար մենք ունենալու ենք առաջին իր տիպի մեջ կախովի ինֆինիցի տիպի լողավազան, որը տաքացվելու է մինչև -10 ջերմաստիճանի ժամանակ 28 աստիճան, ունենալու ենք մեր այգին, որը մոտավորապես զբաղեցնում է 5000 քառակուսի մետր, ունենալու ենք դեպի ազգային պարկ ոտքի ճանապարհ եւ ինչու՞ չէ նաեւ ամանագնացների ճանապարհ։ Խնդիր էր դրված լիֆտի հետ կապված եւ այդ լիֆտը, քանի որ նախագծով նախատեսված չէր, նրա մասին որոշումը կայացվեց վերջի պահին եւ այդ հարցով մեզ կարողացավ օգնել միայն մեգալիֆտը, շատ մասնագետների դիմեցինք, բայց ցավոք սրտի լուծում ոչ մեկ չկարողացավ առաջարկել, իսկ մեզ պետք էր ոչ միայն լուծում, այլ պետք էր այնպիսի լուծում, որը որ լիներ յուրահատուկ իր տիպի մեջ եւ այդ լուծումը մեզ տվեց մեգալիֆտը, մենք ունեցանք ապակեպատ եռանկյունաձև լիֆտ, որը մեր ունեցած տվյալներով միակն է Հայաստանում եւ ինչպես տեսնում եք հրաշալի աշխատում է եւ բոլոր հյուրերը ովքեր գալիս են օգտվում են այդ լիֆտից, բոլորը զարմացած իր կոնստրուկցիայով եւ իր թափանցելիությամբ։ Պարոն Ավետիսյան, որքանով որ կարողացել եմ ճանաչել ձեզ ձեր կերպարը, դուք չհանձնվող տեսակ եք եւ դուք կարողանում եք խոչընդոտները եւ անհաջողությունները փոխել հնարավորությունների։ Եվ ես կարծում եմ, որ պետք է դրա ծայրը փնտրել մանկությունում։ Այնց հետաքրքիր է, հա, մանկության ձեր երազանքները, ձեր զգացողությունները, ձեր ապրումները, մի խոսքով մանկության համն ու հոտը։ Ինչպիսին եք մանկության տարիներին։ Չար, տան փոքրն եմ եղել, երեք եղբայր ենք, լեժիր եմ եղել, աշխուժ եմ եղել, սիրված եմ եղել ամենակարևոր բաներից մեկն է, թե բակում, թե ընտանիքում, թե հարևանների բարեկամների շրջանում։ 6 տարեկանից բարի եմ գնացել, ժամանակ հարսանիք որներ ինձ բարի շորերով ինձ ծնողները չտանեն, այդ հարսանիքի չրելն երևի։ Այ բարի դեր է ձեր կյանքում, որովհետև բարը պլաստիկա է, ճկունություն է եւ ոչ միայն մարմնի համար, այլ մտքի։ Սկզբից մարմնի ճկունություն, շատ կարևոր է։ Հետո մտքի տարիներ հետ միասին։ Բայց ոչ միայն բարն է դրա նպաստում, ապրելակերպը, միջավայրը։ Դու գիտեք ինչ, մարդը գենով էլ ինչ աստղի տակ ծնվեց, մարդը պետք է տենց դա իրան նայ, դրանով պետք է ապրի, պետք է բոլոր իր տրված գործիքները, որ տրվում Աստծո կողմից, ճիշտ օգտագործի կյանքում։ Դուք ասացիք չարաճճ եք եղել, նաև մի շատ կարևոր բան տղամարդու կյանքում, որի դերը շատ մեծ է, տղամարդու աշխարհընկալումների, արժեհամակարգի կայացման մեջ, դա բակն է, բակի ընկերներն են, բակային կռիվներն են, ծեծվելը, ծեծելը, մտածելը, որ տրվեց բոլոր պատասխանները։ Մի խոսքով այդ ամենի մեջ կայանում է տղամարդը, այ բակի դերը ձեր կյանքում եւ բակային մանկության ընկերները։ Ընդհանրապես ծեծ չեմ կերել, բայց կռիվանել չգիտեմ։ Դրա պատճառը նա է եղել։ Դիվանագիտորեն խուսափել եք այդտեղ հասնելուն։ Չէ։ Դե ձեզ ասեցի, մեր քաղաքը փոքր քաղաք էր, ինձանից մեծ աղբերս Բառեց էր, Բառեց աղաս մականունը, բոլոր քաղաքը իրան ճանաչում էր, որովհետեւ մեկը չէր կարող ինձ կպներ, գիտեի որ վերջում աղաս է դա գործ ունենալու։ Դուք նաև ուժեղ եք եղել մաթեմատիկայից։ Ինչպես է անալիտիկ մտածելակերպը ձեզ օգնել այս բոլոր տարիներին, թե տեխնիկական որոշումների եւ թե բիզնես որոշումների հարցերում։ Մաթեմատիկա գիտությունը շատ կարևոր առարկա է տղամարդու համար եւ ընդհանրապես բոլորի համար։ Անկախ նրանից մարդը ինչ մասնագիտություն ունի, նամանավանդես որ սա հաշվարկ է։ Հաշվարկ ասած թվերը նկատի չունեմ։ Մարդկանց հետ շփվելու միջոց, մարդկանց հետ ձևը շփվելու, դրա մեջ կա մաթեմատիկա, ենթատեքստով է չի երևում, բայց դա էլ է հաշվարկ։ Մարդու հետ լավ վարվես, որ ինքը քո հետ լավ վարվի, չէ՞։ Դա նշանակում է մաթեմատիկա, եթե վերացենք, մեկին գումարած մեկ հավասարը 2։ Այո։
ասում եմ մի ձեռը ծափ չի տա, երկու ձեռն է ծափ տալի։ Մենք ձեռը բարի վրա ենք միշտ ուշադրություն դարձրել։ Բայց էլ բերեք թվերի վրա ուշադրություն դարձնենք։ 1 եւ 2 ձեռը ծափ տվեց։ Ինչն է կարևորում գործընկերների հետ հարաբերություններում։ Ի սկզբանե գործին ճիշտ վերաբերվելը, այդ ճիշտ բառից մեջ ամեն ինչ հասկացեք, ինչքան դրական բառ գիտեք։ Պատվիրանները չխաբել, չգոհանալ։ Հերո գնանք որ արածդ գործ անես հենց դիմացինիդ համար, ոնց որ դու քո տան համար կանեիր։ Պարոն Ավետիսյան, այ արժեքներ, որոնք դուք ստացել եք ձեր ծնողներից, դուք դրանց մասին եք հիմա խոսում, ձեր ընտանիքից։ Չստել։ Այո։ Ապրել ազնիվ։ Ոչ միայն իմ ծնողները, ձեր ծնողներն էլ։ Այո։ Մենք համերը հասակակից Այո, նույն սերունդը։ Մեր ծնողների սերունդը ընդհանուր ազգային գաղափարախոսություն կար։ Սովետական երկրում Հայաստանում կար ազգային գաղափարախոսություն, պահվում էր թաքուն թե բացեի բաց կար դա համենայն դեպս։ Բոլոր մարդիկ ընդհանուր կոնցեպտով վերցրած լավն էին։ Մեր առաջի հարկում պապիկ ունենք, հենց պապիկ էինք ասում, մենակ էր ապրում։ Ինքը ամբողջ օրը բալկոնից կախված երեխեքի խաղեր էր նայում, իր համար հաճույք էր, որ երեխեքը ծառավում, մեթում ջուր էին ուզում, հաց ու պանիր մեկել։ Այդ մարդը տունը միշտ պիտի ունենար։ Ու սաղ շենք իրան սիրում հարգում էր, ինքը սաղի պապիկն էր։ Մեր ծնողների ծնողներ։ Եվ հենց մենք այդ արժեքներին ենք պարտական, որ կարողացանք մութ ու ցուրտ տարիները պատվով հաղթահարել։ Այո, եւ այդ մտությունը շատ բան տարավ։ Տարավ։ Ցավոք սրտի։ Հիմա շատ բան պակաս կա, շատ բան պակաս։ Չարը դարելա բարի, բարին դարելա չար, աղքատը դարելա հարուստ, խառնվելա սաղ իրար։ Պարոն Ավետիսյան, դուք բավականին հետաքրքիր կյանք եք անցել, վերելքներ, վայրեջքներ եւ դեռ պիտի անցնեք ու գնաք։ Այդ ձեր բնավորության, որ գծերին եք պարտական, որ դուք կարողացել եք խոչընդոտները, անհաջողությունները պատվով հաղթահարել եւ անցնել առաջ։ Որ իրավիճակում հայտնվեմ տվյալ շրջանի մեջ ես գտնում եմ իմ անելիքը։ Իմ անելիք ասած հասկացողությունը հաղթանակի տանող անելիքը։ Եթե ուսումնասիրես դու ինքդ քո հոգեբանությունը, ծանոթանաս դու ինքդ քո հետ, բոլոր հարցերը լուծելի են դառնում։ Եթե ամեն մարդ ինքը իրան ճանաչի, ինքը կսկսի քիչ խնդիրներ ունենալ։ Շատ կարևոր բան է, որ ոչ միայն քո համար ապրես, քո շրջապատի համար ապրես։ Առաջին հերթին դու քեզ ես լավություն անում, հաճույք ես ստանում դրանից։ Հետո տեսար, որ դիմացինը քո արած քարից լավ ազգում իրան, կրկնակի լավ ես զգում, ուզածը կատարվում է ոնց որ։ Խոստումներ տալիս, դուք ինչ է լինի, դա պարտավորվում եք կատարել։ Իհարկե, ու գնում են դրա ձեռը գրակ։ Կարող է էմոցիոնալ վիճակից, պահի տակ եւ այլն ինչ-որ մի բան, ինչ-որ մեկին խոստանում պիտի անում, ոնց կարալու։ Ասես չանես, նախքին անցած ճանապարհը ավարտվում արդեն։ Իսկ երեկոյան, երբ օրը ավարտվում է, բնականաբար օրը այսպես դուք ձեր մեջ քննարկում եք։ Այ երբ է գոհ լինում ձեզնից եւ երբ դժգոհ։ Կյանքը շատ դժվարացել է։ Տեխնիկական պայմաններից ելնելով կան բաներ, որ ասում ես, էսի չպետք է աներ, այնի չպետք է աներ։ Աննարժան մարդուն ձեռք ես բռնում, հետո զգում ես ինքը չեր հասնում եւ այլ։ Բայց երբեք ես չեմ փոշմանել իմ որևիցե արած սխալի համար։ Տղամարդու կյանքում շատ մեծ դեր ունեն ընկերները։ Վստահ եմ, որ մանկությունից ունեք ընկերներ եւ այդ ընկերության մեջ դուք ինչպես եք ձևավորվել։ Ուրեմն շատ լավ տարիներ ենք ունեցել։ Դրա պատճառներից մեկը ասեմ ձեզ իմանաք, եղել է, որ այն ժամանակ ինտերնետ չկար։ Այո։ Եվ մենք դրսում, փողոցում, այդ ձեր ասած հայատներում շփվում ենք իրար հետ։ Ծանր ու թեթև ենք անում, ճիշտ ու սխալ ենք անում, եւ այդ միջավայրում ամեն մեկ իր մեծերից վերցրած գաղափարները բերում կիսվում էր մյուսի հետ, ձևավորվել ենք այտենց։ Համերատ սերնդակիցներ իմ ընկերները բոլոր մի մտածելակերպ են եւ դրա համար ենք ընկեր։ Մինչև հիմա այդ իմ ընկերները կան։ Իհարկե ցավոք սրտի մեծ մասը դրսում են ապրում։ Շատ թանկ մարդիկ ունեմ ինձ մանկական ընկերներ, առանց իրա չենք էլ կարող ապրենք։ Պարոն Ավետիսյան, ձեզ մոտ աշխատում են մարդիկ, ովքեր դարձել են ձեզ ընկերներ։ Հարազատներ։ Այո։ Դա հեշտացնում է աշխատանքը, թե երբեմն խանգարում։ Չէ, վայ, չէ։ Հեշտացնում է։
Դրա համար ես ասեցի ընկեր չի արդեն հարազատ, օրինակ մեր Արթուրը Մարան 12-13 տարի միասին ենք, առանձնահատուկ բնավորության տեր մարդ է, թեվտիկուն կա իմ համար։ Ես գիտեմ, եթե Արթուրը միտեղ գնում, հոսանքից անջատվում է իմ մոտ, ամեն ինչ, հանգիստ եմ ելում, հանգստանում եմ։ Իր ընտանիքի անդամներ իմ ընտանիքն են, իր բալիկներ իմ բալիկներն են։ Այս վերջերս Արթուրի մեծ աղբերը, շատ պատասխանատու, շատ վստահելի մարդ, խնդրեցի, որ գա հետս այս հիմնարկում լինի, կողքս լինի, իր մասով էլ այնքան հանգիստ եմ, որ ինքը մի հարցով զբաղվում է, ընդհանրապես չմտածում։ Սաղից պատասխանատու մարդ է, պահանջկոտ, ինձանից էլ է պահանջում։ Պարոն Ավետիսյան, ինձ դուք կարողանում եք այս անչափ զբաղվածության մեջ պահեք բալանսը աշխատելու եւ հանգստանալու։ Երբ ազատ ժամանակ եք ունենում, որտեղ մենք կարող ենք ձեզ տեսնել։ Իմ ընկերական շրջապատում ծանրաբեռնվածությունը ֆիզիկական չի իմ, եւ այդ ոչ ֆիզիկական ծանրաբեռնության համար ամենօրյա հանգիստ է պետք։ Աշխատանքային օրվա վերջում ես ամեն օր իմ ընկերների հետ ժամանակ եմ անցկացնում, այդտեղ ես հանգստանում եմ։ Իմ սիրած տեղն է, միջավայրն է։ Եվ իհարկե դեմ չեք լինի, չէ՞, որ մենք մեր հանդիպումը ավարտենք բլից հարցերով։ Դեմ չեմ լինի։ Առավոտը սիրում եք։ Սուրճ խմել։ Առանց ինչի չեք պատկերացնում ձեր օրը։ Մարտարարացի։ Ձեր համար հանգիստը դա Աշխատանքային օրը։ ռիսկ թե հաշվարկ բիզնեսում։ Ռիսկ։ Կյանքը հաշվարկում եք, ծրագրում եք, թե հոսքի մեջ ապրում եք։ Հոսքին հակառակ լողանում եմ։ Ձեր թիմը ձեզ սիրում է, որովհետև Ես էլ ինձ եմ սիրում։ եթե բիզնեսով չզբաղվեիք, ինչով կզբաղվեիք։ Բիզնեսով։ Եվ վերջում, ինչ խորհուրդ կտայիք 18-ամյա Հունանին։ Մարդկանց ընտրության հարցում ուշադիր եղել։